Սելի ֆուտբոլիստները խաղային օրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու եւ շատ կարեւոր ու հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ու Սելտայի միջև։ Թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններից, սկսենք Բորուսիա Մյունխեն-Գլադբախից։ Մանվել Պապիկյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գառնիկ Սարգսյան համար 2, Արման Մարտիրոսյան համար 3, Ռոբերտ Մարուսյան համար 5, Դավիթ Մարկարյան համար 6, Ռաֆայել Մաթևոսյան համար 7, Սևակ Մանուչարյան համար 9, Ռաֆայել Ղազարյան համար 11, Պետրոս Պողոսյան համար 13 եւ Անդրանիկ Բարսեղյան համար 49։ Տիգրան Այդյանը պաշտպանում է Սելտայի դարպասը համար 1, Ավետիս Դուրգանյան համար 4, Կարեն Ենգիբարյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Վարդգես Ադամյան համար 15, կա մրցավարի Սուլիչու մեկտարկած է այս անչափ հետաքրքիր ու կարևոր հանդիպումը։ Շարունակեմ ծանոթացնել Սելտայի կազմը, Արամ Ենգիբարյան համար 17, Սուրեն Ղուկասյան համար 23, Դավիթ Հարությունյան համար 30 եւ Հարություն Բոքսյան համար 77։ Սելտան է գնդակով, Հարությունյանը ստացավ հիմա գնդակը, բայց խլեցին Գլադբախի ֆուտբոլիստները արագորեն, Ղազարյան աճեզում է Ռաֆայել Ղազարյանը, բարձից փոխանցում դեպի Մաթևոսյանը, վտանգավոր է ու այստեղ Այդինյանը կարողացավ հեռացնել, առաջին վտանգավոր պահը Գլադբախը ստեղծեց այս խաղում։ Սարգսյան հետ փոխանցում է փորձում կատարել, բայց գնդակը բաժին հասավ Սելտային, իսկ նրանց մոտ էլ հիմա արագ հակագրող կազմակերպել չստացվեց։ Այո, այս հանդիպումը այս 50 րոպեները հենց այսպես են ընթանալու են մեկնարկային րոպեից 20 մինչև վերջ, քանի որ երկու թիմերն էլ իհարկե այսօր այստեղ են իրենց 3 միավորը վաստակելու համար Winter Cup-ի հերթական տուրում, բայց դա երկու թիմերին էլ իհարկե այսօր չի հաջողվի։ Թիմերը շատ քաշ տեղյակ են միմյանց, այստեղ չստացվեց Հարությունյանի մոտ պահել գնդակը դաշտի սահմաններում, այո, երկու թիմերն էլ վերջերս հանդիպել էին միմյանց Չեմպիոնների լիգայի 1 քառորդ դիմակայությունում, այնտեղ առաջին խաղում գրանցվեց 4-2 հաշվով հաղթանակ Յոկուտ Գլադբախի այս գրոյից հետո խոսեմ այդ մասին, հիմա Ղուկասյանը բավական նպաստավոր դիրքից վրիպեց, թիմերը շատ վտանգավոր են հարձակման գծում հենց առաջին րոպեների ընթացքում, որքան լավ փոխանցում այստեղ ստացավ Սուրեն Ղուկասյանը Կարեն Ենգիբարյանից, բայց գրոյ եզրափակել այս դրվագում չստացվեց։ Ղազարյան տեսեք ինչ որոշում կա այստեղ Ռաֆայել Ղազարյանը ուղարկեց գնդակը Սևակ Մանուչարյանին, բայց Դավիթ Հարությունյանը այստեղ խանգարեց Մանուչարյանին, հիմա կրկին Ենգիբարյանն է գնդակով, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետի Գլադբախը, այո, վերջերս թիմերը հանդիպեցին Չեմպիոնների լիգայի, հիմա էլ բարձր է ստացվում Մարկարյանի կատարած արված, այո, խաղա ժամանակ խոսելու ժամանակ չեն տալիս թիմերը այլ բանի մասին, շատ վտանգավոր է թիմերի հակագրողները իսկապես ստացվում։ Գլադբախը առաջին խաղում կարողացավ առավելության հասնել Չեմպիոնների լիգայի դիմակայությունում 4-2 հաշվով, հետո պատասխան խաղում գրանցվեց նույն հաշիվը, բայց արդեն Սելտայի օգտին եւ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կարողացավ Գլադբախին քիք 5 հարվածները դիպուկ իրացնելու դուրս գալ կիսա եզրափակիչ Մաթևոսյան շատ լավ գործեց այստեղ Ռաֆայելի Մաթևոսյանը, բայց փոխանցում Ասիատիրոջը չասավ, Ենգիբարյան կա երկու տարբերակ ուղարկեց Դուրգանյանին, գնդակը հիմա փոխանցում էր հետևում դեպի Ղուկասյանը, բայց Ռաֆայել Ղազարյանը առաջին արձագանքեց գնդակին ու գնդակը դուրս բերեց դաշտի սահմաններից, եզից կնետի հիմա Դուրգանյանը ստացավ պատասխան փոխանցում ու վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն այս դրվագում Սելտայի համար։ Թիմերը նաև Winter Cup-ի նախորդ տուրում անցկացած հանդիպումը բավական հաջող անցկացրեցին, նախ խոշոր հաշվով Գլադբախը կարողացավ առավելության հասնել Երևանի նկատմամբ հաղթելով 8-1 հաշվով մրցակցին, այնտեղ իսկական գոլային երեկո էր, իսկ հետո էլ նույն պահի դրությամբ Սելտան մրցում էր Լիվերպուլի դեմ եւ ոչ պակաս հետաքրքիր ու դրամատիկ խաղ ենք միասին դիտում Սելտայի եւ Լիվերպուլի միջև, Լիվերպուլը այդ պահին մրցաշարային աղյուսակի առաջատարն էր, 3 անցկացած հանդիպումից հետո ուներ նույնքան հաղթանակ, Մաթևոսյանի գեղեցիկ անցումը տեսանք, Սևակ Մանուչարյան վտանգավոր գրոյի անցել Գլադբախը դեպի աջ փոխանցում տեսանք ու ընկավ այստեղ գրոյի տեմպը, բայց երկրորդ տեմպով է գրում Գլադբախը, Ղազարյան այստեղ բոքսերն հաջող պաշտպանվեց ու խլեց գնդակը մրցակցից ու սկսում է Սելտայի հերթական հակագրողներից մեկը Ենգիբարյան ուղարկեց գնդակը Սուրեն Ղուկասյանին ու այստեղ
Կար խաղի կանոնների խախտում հարցակող թիմի կողմից Մարկայան այստեղ փորձեց նուրբ փոխանցում կատարել, բայց չստացվեց։ Արամ Ենգիբարյան բարձից ուղարկում է գնդակը Կարեն Ենգիբարյանի ուղղությամբ, բայց այստեղ Պապիկյանի իրադրության տերներ ու առանց որևէ խնդիրների կարողացավ ֆիքսել գնդակը։ Այո, թիմերը նախորդ իրենց տուրի հանդիպում բավական լավ անցկացրեցին, եթե Գլադբախը հաղթեց խոշոր հաշվով մրցակցին, ապա գերդրամատիկ պայքարում Սելտան առավելության հասավ Լիվերպուլի նկատմամբ, պարտվելով հանդիպան ընթացքում 2-1 հաշվով խաղակեսի հանդիպան ավարտից րոպեներ առաջ Իմա Հարությունյանի հարվածը շեղ ընթացավ րոպեներ առաջ նախ կարողացան հավասարեցնել հանդիպան հաշիվը, ապա արդեն վերջին գրոներից մեկում Սուրեն Ղուկասյանը ֆանտաստիկ հարվածով գրավեց Լիվերպուլի դարպաս ու 3-2 հաշվով հաղթանակ պարգևեց Սելտային։ Մաթևոսյան այստեղ չանցավ Ռաֆի Մաթևոսյանի փոխանցում, այո, բավական լավ մարզավիճակում է գտնվում Մաթևոսյանը, իհարկե շատ հաջող տրանսֆեր է կատարել Բորուսիա Մյունխենգլադբախը Վինտեր քափում ձեռք բերելով Մաթևոսյանին Բարսելոնայից ազատ գործակալի կարգավիճակում ու հիմա իհարկե Մաթևոսյանը հաջող ելույթներով միայն օգտակար է լինում Գլադբախի գործողություններում, Մարտիրոսյանն այստեղ ուղարկեց գնդակը Սարգսյանին եւ փոխանցում հետևեց Ռաֆայել Ղազարյանի ուղղությամբ Սևակ Մանուչյան լավ գրոհի անցել Գլադբախը Մարկարյան կա Ղազարյանի տարբերակը, բայց այստեղ ուժեղ ստացվեց Դավիթ Մարկարյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ենգիբարյան ստացվեց մնալ գնդակով այստեղ կանեն Ենգիբարյանի մոտ Եզրային նետման հնարավորություն է վաստակում Սելտայի 5 համարը Հիմա Արամ Ենգիբարյանը կկատարի եզրային նետումը, ես նաև ցամոթացել եմ մրցաշարերի նախաշփում տիրող իրավիճակային խմբում, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը Ենգիբարյան կա փոխանցումը վտանգավոր է հարված ու այստեղ Պապիկյանը նորից փրկում է Գլադբախին Կարծես Դուրգանյանն էր հարված կատարող, այո այս դրվագում Մարկարյան միացել է գրոհին Մաթևոսյանը Մարկարյան կա փոխանցումը, բայց այստեղ չհասավ գնդակին Ռաֆայել Մաթևոսյան ու գնդակը բաժին հասավ դարպասապահ Սուրեն Ղուկասյան փակվեց Ղուկասյանի փոխանցման ճանապարհը Իսկ հիմա Ռաֆայել Ղազարյանը գեղեցիկ է պարզապես գործում, թե անցումը, թե փոխանցումը, իսկ Մանուչարյանին մնում է գրավել դարպասը 1-0 Գլադբախը բացում է հանդիպան հաշիվը։ Սևակ Մանուչարյանն 1-0 Գլադբախը առաջինն է հասնում հաջողության այս խաղում իհարկե ֆանտաստիկ Անցում կարողացավ կատարել Ռաֆայել Ղազարյանը հասցեագեց գնդակը Մանուչարյանին, իսկ Մանուչարյանն մեկ հպումով շեղելով այն դեպի դարպասի հեռավոր անկյունը բացեց հանդիպան հաշիվը։ Տեսնենք Սելտան ինչով փորձի պատասխանել, հիմա գնդակով կրկին Գլադբախի ֆուտբոլիստներն են Սևակ Մանուչարյան Մարկարյան գեղեցիկ էր այս ամենը, բայց այս գրոհը չունեցավ եզրափակում, ինչ են անում հիմա Գլադբախի ֆուտբոլիստները իհարկե շատ գեղեցիկ գործեցին այս դրվագում, բայց գրոհը եզրափակել չստացվեց այնպես ինչպես Մանուչարյանը կատարեց նախորդ դրվագում, այս անգամ իհարկե Պողոսյանի մոտ հարված կատարելը չստացվեց, Ռաֆայել Ղազարյան այստեղ լավ գործեց Գլադբախի ֆուտբոլիստը, բայց գրոհ սկսել չստացվեց Բորուսիայի մոտ, Դավիթ Հարությունյանը ուղարկում է գնդակը Բոքսյանին Բայց Բոքսյանի կատարած փոխանցում ուժեղ էր ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եվ այսպես Վիլյարեալը ունի 5 անցկացած հանդիպումից հետո այս պահին 13 միավոր ու մրցաշարային աղյուսակում առաջատարն է միանձնյա Ատլետիկո Երևանը 4 հանդիպումից հետո ունի վաստակած 10 միավոր եւ նա միակ թիմն է ով այս տուրում հաղթելու դեպքում կարող է հասնել Վիլյարեալին Իսկ Բորուսիա Մյունխենգլադբախը այս պահին 4-րդն է վաստակած 9 միավորով եւ հաղթանակի դեպքում իհարկե
Գլադբախը ժամանակավորապես կբարձրանա միանգամից երկրորդ հորիզոնական, սպասելով Ատլետիկոյի հանդիպմանը։ Եվ Սելտան այս պահին ունի 3 անցկացած հանդիպումից հետո 6 միավոր 2 խաղում հաղթել է Սելտան Ղազարյան լավն էր փոխանցումը հարված ու 2-0 հիմա Գլադբախը կրկնապատկում է իր առավելությունը Բորուսյան նորից գոլ է խփում եւ եթե չեմ սխալվում Պետրոս Պողոսյանը դարձավ գոլի հեղինակ այս դրվագում ու հիմա արդեն էլ ավելի է բարթանում իհարկե Սելտայի խնդիր այս երկու բաստողած գնդակներից հետո Ղազարյանը երկրորդ ասիստը գրացած այս խաղում իր անվան դիմաց այստեղ խլում կարողացավ կատարել Պողոսյանը, Մաթևոսյանը լուղարկում է գնդակը Ռաֆայել Ղազարյանի ուղղությամբ ու Գլադբախը նորից սկսում է իր գրոններից մեկը Ղազարյան լավ փոխանցում էր վտանգավոր է Մանուչարյան դեպի Մարկարյանը, բայց այստեղ գրավել Սելտայի դարպասը ստացվեց Գլադբախի մոտ, ամեն ինչ սկսվեց կրկին Ղազարյանից այսօր ֆանտաստիկ հանդիպում է անցկացնում պարզապես Ռաֆայել Ղազարյանը, երկու գոլային փոխանցում արդեն կատարել է եւ դեռ շարունակում է հաջող ելույթներ խաղադաշտում, իհարկե դեռ առաջին խաղակեսի կեսն է, անցին պատկերացնում եք մի ամբողջական խաղակես եւ առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածը դեռ առջևում է դիպավ այստեղ գնդակը Ենգիբարյանի ձեռքին ու ստանդարտ կիրաստի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Այո, Սելտան մրցաշարային աղյուսակում 11-րդն է այս պահին 6 միավորով, բայց Սելտան եւս մի քանի հորիզոնականով քայլ կկատարի, եթե կարողանա հաղթել այսօր ու վաստակել 3 միավոր խաղադաշտում, միանգամից կարող է հավասարվել Գլադբախին, եթե իհարկե հաղթում է Գլադբախը բնականաբար միավոր չի վաստակում, Մանուչարյան բարձր ստացվեց այստեղ արվածը, կարող է հասնել Գլադբախին, Լիվերպուլին, Ինտերին, իհարկե Ինտեր այս պահին 6-րդն է Մի խոսքով միանգամից 5-6 հորիզոնական կբարձրանա Սելտան հաղթանակի դեպքում Այստեղ հաջող պաշտպանվեցին Գլադբախի ֆուտբոլիստները Ղազարյան Աստրեց ազատվել գնդակից Մարկարյանին ուղարկելով եւ Ռաֆի Մաթևոսյանն է ստանում գնդակը գուցե հերվից փորձի Մաթևոսյանը հարված ու այստեղ Հայդինյանը հերացեց գնդակը ուժեղ բավական ուժեղ հարված կատարեց իհարկե Ռաֆի Մաթևոսյանը բայց տեղում էր Այս անգամ Այդինյանը եւ կարողացավ վերացնել գնդակը անկյունայինը տեսնենք ինչ կտա Գլադբախին այստեղ ոչինչ էլ չտվեց ու Սելտան փոխարենը անցնում է արագ հակագրոյի Սուրեն Ղուկասյան դեպի Դավիթ Հարությունյանը փոխանցում տեսանք եւս մեկ փոխանցում ու հիմա Ենգիբարյանի հարվածից հետո դարպասաձողը փրկեց Գլադբախին իսկ Ղուկասյանն էլ փորձելով գրավել հեռավոր անկյունը չկարողացավ այս դրվագում Ղազարյանի անցումն էլ հիմա ստացվեց եւ Բոքսյանը փակեց փոխանցման ճանապարհը եզից կնետի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Այո, իրատեսական շանս հիմա կորցրեց Սելտան հաշիվը կրճատելու համար Ամեն ինչ շատ արագ արեցին Սելտայի ֆուտբոլիստները խլելով գնդակը մրցակցից բայց Ղուկասյանի այդ ջանքերը առայժմ արդյունք չտվեցին Սելտային Ամեն ինչ արեց Սուրեն Ղուկասյանը միջև վերջի պահը նույնիսկ սկսեց գրոհը փոխանցում կատարեց, բայց գրոհի եզրափակիչ մասը հաջող չստացվեց։ Մաթևոսյան լավ էր մտածել ուղարկելով գնդակը Մանուչարյանին, բայց նրան բաժին չհասավ, հիմա երկրորդ տեմպով կգրոհի Գլադբախը։ Ռաֆի Մաթևոսյան Ենգիբարյանը նահանջելու փորձում դիմավորել Մաթևոսյանին, փոխանցումը փակվեց Բայց հետո է շահեց դիրքը Ռաֆի Մաթևոսյանը կա փոխանցում Մանուչարյանի ուղղությամբ կրկին Մաթևոսյանի ու այստեղ գնդակը բաժին ասավ Դուրգանյանին, բայց հեռացնել չստացվեց վտանգավոր գրոհ է Մանուչարյան հիմա Ենգիբարյանը տեսեք ինչպես է պաշտպանվում ու թույլ չի տալիս հարված հետևի դարպասի ուղղությամբ Խաղարկում են արագ գնդակ այստեղ Գլադբախի ֆուտբոլիստները Մարկարյանն էլ փորձեց հեռավոր անկյունը գրավել, բայց բարձր ստացվեց այստեղ Մարկարյանի կատարած հարվածը
Բոքսյան Սուրեն Ղուկասյանին ուղարկեց գնդակ, այստեղ Մարկարյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ եզից կնետի Սելտան Ղուկասյան լավ անցում ստացվեց, Սուրեն Ղուկասյանն է գնդակով Շատ լավ փոխանցում դեպի Դուրգանյանը հարվածում նորից դարպասաձողն է օգնության գալիս Գլադբախին, բայց իհարկե Պապիկյանի կատարած սեյվից հետո միանշանակ անկյունային հիմա կիրացնի Սելտան Слушай, в редукторах был такой просто темный чуть-чуть и все. Халдекс тоже там чуть-чуть темный, там она на сетке все. Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Սելտայի ֆուտբոլիստերին Հարությունյան կա փոխանցում, բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Գլադբախի պաշտպանները ու եզրային նետում կիրացնի Սելտան Ես հիշեցնեմ, որ Winter Cup-ում play-off-ի ուղեգիր նվաճում են առաջին 8-նակը զբաղեցած թիմերը, իհարկե թե Գլադբախը, թե Սելտան այն թիմերից են, ովքեր միանշանակ պայքարում են այդ հորիզոնականը զբաղեցնելու համար, խմբային փուլի արժեքի հաղթահարելու համար։ Մանուչարյան լավն էր փոխանցումը Մաթևոսյանի ուղղությամբ, բայց Այդինյանը ուշացումով բայց դուրս եկավ դարպասից ու կարողացավ հեռացնել գնդակը։ Դավիթ Հարությունյան Այս փոխանցումը փակ է այստեղ Ղազարյանը Մանուչարյանը շատ լավ թողեց Մարկարյանին Ռաֆի Մաթևոսյան գրավել է պետ դարպասը բայց Բոքսյանը թույլ չտվեց այդ ամենը իրականացնել Մաթևոսյանի մոտ իհարկե ուշացեց հարվածի պահ հետո փորձեց շրջանցելու դա տեղի չունեցավ հիմա Կարեն Ենգիբարյանն է ստանում գնդակը Ենգիբարյան Մնաց գնդակով Ենգիբարյանը կար պատում նրա նկատմամբ բայց սուլեց մրցավարը քանի որ գնդակը մնացել էր Սելտայի մոտ Դավիթ Հարությունյան լավ էր մտածել Հարությունյանը բայց այստեղ Սարգսյանը կարողացավ հեռացնել գնդակը երկրորդ տեմպով կգրոյի Սելտան Արամ Ենգիբարյան Ղուկասյանն հասցեակեց գնդակը Եվ այստեղ Հերձուցի հարված կատարում Ղուկասյանը եղավ նաև անդրադարձ, բայց Պապիկյանը վերցրեց գնդակը ու այն նետեց Սարգսյանի ուղղությամբ։ Ռաֆի Մաթևոսյան։ Դեպի Մարտիրոսյանը փոխանցում հետևից իհարկե չի շտապում հիմա Գլադբախը նրանց ձեռնտու է միանշանակ այս հաշվով գնալ ընդմիջման ու երկու գնդակի առավելության մասին է խոսքը հարկավոր շանս 2-0 դա կարող է լինել 3-1 նույնիսկ ավելին իհարկե մտածելու տեղի կառաջում այս պահին առաջինը ունի Սելտանով հիմա լավ հնարավորություն ունի կրճատելու հաշվը բայց Պապիկյանը դա թույլ չտվեց Ենգիբարյան խորքից եզրային նետում իրացեց վտանգավոր է Կարեն Ենգիբարյան հարված կհետևի հարցոք թողեց գնդակը Արև Ենգիբարյանին ուշեղ է ստացվում Ենգիբարյանի կատարած հարվածը Պապիկյան աղարկում է գնդակը Սարգսյանի հետ վերջինս ուղարկեց այն Ռաֆի Մաթևոսյանի ուղղությամբ Օրից Սարգսյան Բայց այստեղ կորցրին են գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները այն բաժին հասավ Սուրեն Ղուկասյանին Ավետիս Դուրգանյան Դավիթ Հարությունյան հերվից հարված ու քիչ էր մնում այստեղ ֆանտաստիկ գոլի ականատեսին ենք բայց Հարությունյանի կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ լավ էր նկատել Դավիթ Հարությունյանը անկյունը բայց այս դրվագում գրավել մրցակցի դարպասը չստացվեց Հիմա կրկին Ղուկասյանն է խլում գնդակը մրցակցից Շատ լավ նկատեց Դուրգանյանին Դուրգանյանն էլ արվածեց ու նորից Պապիկյանն է հեռացնում գնդակը Այո շատ լավ ելույթ է ունենում այսօր Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպասապահը Արագորեն խաղարկեցին այստեղ անկյունայինը Սելտայի ֆուտբոլիստները Արամ Ենգիբարյան Հարված դարպասի ուղղությամբ ու նորից Պապիկյանն է կարողանում հեռացնել գնդակայում անվել Պապիկյանը այսօր
այս առաջին խաղակեսում գրանցած իր ելույթներով կարող է հավակնել հանդիպան լավագույն ֆուտբոլիստին, իհարկե դեռ անխոցելի է Պապիկյանի դարպասի, հիմա այդ Ղուկասյանի հարվածը շեղությամբ ստացվում Մարտիրոսյան դեպի առաջ փոխանցում հետևեց այստեղ Մանուչյանը փորձեց ավելացնել այն Պողոսյանի ուղղությամբ, բայց չստացվեց այս դրվագում Դավիթ Հարությունյան հիմա Հարությունյանի փոխանցումը չանցավ ու Մաթևոսյանը հասցրեց այստեղ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս Ենգիբարյան ուժեղ փոխանցում առաջ հիմա հարվածուն նորից Պապիկյանն է Գեղեցիկ գործում, բայց գնդակը այս դրվագում դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք անկյունային հարված, արագորեն խաղարկեց Սելտան գնդակը, Ղազարյանը հիմա էլ փորձեց հեռացնել որքան հնարավոր է հեռու, Մարգարյան երկրորդ հարգում լավ գործեց, բայց Բոքսյանը թույլ չտվեց, որպեսզի շրջանցի իրեն ու եզից կնետի հենց Բոքսյանը Մարգարյանն ու Հարությունյանն են պայքարում այստեղ միմյանցն են, բայց հասցրեց փոխանցում կատարել Հարությունյանը ստացավ պատասխան փոխանցումը Դավիթ Հարությունյանից Բոքսյան Սուր էր անկյունը այստեղ ու շեղությամբ ստացվեց Բոքսյանի կատարած հարվածը Ռաֆայել Ղազարյան ուղարկեց գնդակը Մարգարյանին դեպի ձախ Մաթևոսյանն է այստեղ շատ լավ էր նկատել Ղազարյանի առաջ խաղացումը Մաթևոսյանը, բայց Բոքսյանը խանգարեց նրա կատարած փոխանցմանը հիմա Կարեն Ենգիբարյանն է նահանջել պաշտպանություն հիմա էլ Դուրգանյանի փոխանցումը անհասցե ստացվեց ու կրկին գնդակը Բորուսիայի մոտ է Պապիկյան ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ կարողացավ Պողոսյանը պայել գնդակը իր թիմի մոտ Ռաֆի Մաթևոսյան դեպի աջ հետևեց փոխանցում Մանուչարյան Շատ լավն էր փոխանցումը, բայց այստեղ Սելտայի պաշտպանները կարողացան լավ գործել, Ռաֆայել Ղազարյանն է գնդակով ու եզրային նետում հիմա Կիրասնի Գլադբախը Դուրգանյան շարժվում է առաջ Դուրգանյանը կատարեց փոխանցում Սուրեն Ղուկասյանի ուղղությամբ Ղուկասյան լավ էր մտածել այստեղ Ղուկասյանը, բայց վերջին փոխանցումը չստացվեց ու հիմա Գլադբախը նորից նետվում է առաջ Մարտիրոսյանն է գնդակով ուղարկեց գնդակը Պողոսյանի ուղղությամբ, բայց այստեղ էլ գրոհը արագ զարգացնել չստացվեց Ռաֆայել Ղազարյան թողնում է գնդակը Մարտիրոսյանին Ստանում պատասխան փոխանցումը ուղարկեց գնդակը Մարգարյանին, բայց Սելտայի ֆուտբոլիստները նորից տեղում էին, հիմա հասավ գնդակը Ռաֆայել Ղազարյանին, ով հարված կատարեց նույնիսկ դարպասի ուղղությամբ, բայց շեղությամբ ստացվեց Ղազարյանի կատարած հարվածը Սուրեն Ղուկասյան Ղուկասյան թույլ չտվեց այստեղ Ղուկասյանին անցում կատարել Անդրանիկ Բարսեղյանը, բայց Գլադբախն էլ չկարողացավ գրոհը լավ եզրափակել, Ենգիբարյանը գնդակը դաշտի սահմաններում, բայց փոխանցումը չստացվեց այնպես ինչպես նա մտածել էր Մաթևոսյան անկասելի հարված 3-0 Ռաֆի Մաթևոսյան 3-0 պարզապես ֆանտաստիկ ստացվեց Մաթևոսյանի կատարած հարվածը անկասելի բոլորի համար ու
Բորուսյան ունի 3 գնդակի առավելություն ընդմիջումից առաջ, կարճ դադարը այո, որից հետո կշարունակենք։ Ցելի ֆուտբոլիստները մեկտարկում է Սելտան ընդդեմ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 3-0 է օգուտ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի շատ վստահ հանդիպում է այսօր անցկացնում Գլադբախի իհարկե լինենք արդարացի Սելտան են չօգտվեց առաջին խաղակեսում իրեն ընձեռնված հնարավորություններից, բայց իհարկե Սելտան այն թիմն է քաչ տեղյակ ենք իհարկե որ նմանատիպ իրավիճակներում կարողանում եմ կամային հատկանիշներ ցուցադրել ու դուրս գալ այս բարդ իրավիճակներից, տեսնենք այսօր կստացվի դա նրանց մոտ թե ոչ, եկեք նախ ներկայացնեմ ովքեր դարձան գոլի հեղինակ Գլադբախի կազմում, Սևակ Մանուշյանը բացեց հանդիպան հաշիվը, Պետրոս Պողոսյանը կրկնապատկեց Գլադբախի առավելությունից խաղակեսի վերջնամասում Ռաֆի Մաթևոսյանի կատարած հարվածը անկասելի ստացվեց ու թիմերը ընդմիջման գնացին 3-0 հաշվով։ Եկեք արագորեն եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններն ու սկսենք Բորուսիա Մյունխեն-Գլադբախից Մավել Պապիկյանով բավական լավ առաջին խաղակես անցկացեց։ Պաշտպանում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպասը համար 1, Գառնիկ Սարգսյան համար 2, Արման Մարտիրոսյան համար 3, Ռոբերտ Մարության համար 5, Դավիթ Մարկարյան համար 6, Ռաֆայել Մաթևոսյան համար 7, Սևակ Մանուչարյան համար 9, Ռաֆայել Ղազարյան համար 11, Պետրոս Պողոսյան համար 13 եւ Անդրանիկ Բարսեղյան համար 49 Մաթևոսյանն է գնդակով հարված ու 4-0 դուբլ Մաթևոսյան 4-0 այո անկասելի է կրկին ստացվում Մաթևոսյանի կատարած հարվածը Մանուչարյանն էլ գոլային փոխանցում գրանցեց իր անվան դիմաց ու երկրորդ խաղակեսը կրկին լավ է մեկնարկում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի իհարկե 4 գնդակ արդեն բավական լուրջ է տարբերությունը թիմերի միջև եկեք ծանոթացնեմ նաև Սելտայի կազմը Ենգիբարյան այստեղ գեղեցիկ էր անցումը հարված ու Պապիկյանը նորից տեղում է որի օրտ անգամ է այսօր Պապիկյանը փրկում իսկապես վերահաս գոլից Բորուսիա Մյունխեն-Գլադբախին Մաթևոսյան լավն էր անցումը փոխանցումը բայց այստեղ Դավիթ Հարությունյանը խանգարեց որպեսզի գնդակը հասցի Մանուչարյանին հետո էլ Բոքսյանը կարողացավ այն պայել իր մոտ կրկին Հարությունյան ու դեպի Զակ Եզերը հետևեց փոխանցում որտեղ Ադամյանն է Սուրեն Ղուկասյան բայց այստեղ Սարգսյանը հաջող պաշտպանվեց Շատ լավ փոխանցում է Ռաֆի Մաթևոսյանի ուղղությամբ վտանգավոր է Մաթևոսյան լավ էր նկատել Մանուչարյանի առողջ խաղացումը բայց փոխանցում ուժեղ ստացվեց այստեղ Մաթևոսյանի եւ այսպես Սելտա Տիգրան Այդինյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ավետիս Դուրգանյանը համար 4, Կարեն Ենգիբարյան համար 5, Դավիթ Հարությունյան համար 7, Վարդգեզ Ադամյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17, Սուրեն Ղուկասյան համար 23, Դավիթ Հարությունյան համար 30 եւ Հարություն Բոքսյան համար 77 Ղուկասյան գեղեցիկ է այս ամենը կա փոխանցումը Բոքսյան Ենգիբարյան այո նորից չի ստացվում վերջին հարվածը դիպուկ իրացնել Սելտայի մոտ Դավիթ Հարությունյան Ենգիբարյանի հետ խաղարկեց գնդակը ուղարկեց Կարեն Ենգիբարյանի ստացավ պատասխան փոխանցումը նորից Ենգիբարյան վտանգավոր է բայց այստեղ հենց Ենգիբարյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցավ Սելտայի կազմում Ղազարյան Այո չնշել այսօր Սելտայի հիմնական ավակի բացակայությունը չենք կարող Գարիկ Սենեքերիմյանը բացակայում է այսօր Սելտայի հայտարարությունից ովքեր դիտել են Լիվերպուլի դեմ հանդիպումը կհիշեն հեռացվեց խաղադաշտից Սենեքերիմյանը կարմիր քարտով ու այդ իսկ պատճառով այս հանդիպումը բաց է թողնում բավական մեծ կորուստով է ներկայացել այս հանդիպմանը Սելտան հիմա Մարկարյանի հարվածին ականատես եղանք Մաթևոսյան ու այստեղ անկյունային հարված Գիրաստի հիմա Գլադբախը եթե Մարկարյանի կատարած հարվածը Այդինյանը ետ մղեց հիմա Մաթևոսյանի հարվածից հետո պաշտպանից անդրադարձով գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մաթևոսյան բարձից փոխանցում հասավ գնդակը Ռաֆայել Ղազարյանին
Շարունակեմ միտքս այո Սենեքերիմյանի բացակայությունը իր տեղը զգացնել տալիս է հիմա խաղադաշտում իսկապես հարցակման կրակագծում չունի այն ակտիվությունը Սելտան այս պահի դրությամբ այսօրով եւ դա տեղի է Գարիկ Սենեքերիմյանի խաղադաշտում գտնվելու ժամանակ Մաթեվոսյան ուղարկեց գնդակը դեպի Տուգանային հրապարակ բայց այստեղ չկար խաղի կանոնների խախտում Մանուչյանի դեմ պայքարում Մարկարյան Սարգսյանն է գնդակով, Ռաֆել Ղազարյանին գտավ ձախեզրում, Պողոսյան, նորից Սարգսյան, շատ լավ նկատեց Սևակ Մանուչյանի Սարգսյանը, բայց այստեղ Հարությունյանի մոտ ստացվեց խլել, գնդակը Սուրեն Ղուկասյան, տեսնեք իր որոշում կա, այստեղ Ղուկասյանը տարավ իր հետ, գնդակը կա, Դավիթ Հարությունյանի տարբերակը թողեց գնդակը Դուրգանյանին վերջինս էլ հարվածեց ու այստեղ Պահպիկյանը նորից չեղեց գնդակի ուղղությունը անկյունային կիրացրի Սելտան Դավիթ Հարությունյան շատ լավ էր նկատել այստեղ Հարությունյանը Սուրեն Ղուկասյանին, բայց փոխանցմանը խանգարեց Գառնիկ Սարգսյանը, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում Ղազարյան ուղարկում է գնդակը Պողոսյանին այո իսկապես հիմա արդեն Գլադբախը ունի լուրջ առավելություն խաղադաշտում եւ շտապելու ոչ մի տեղ չունի ինչը չենք կարող ասել իհարկե Սելտայի տեսանկյունից տեսել ենք մի քանի հանդիպումներ Սելտայի կատարման որ թիմը մի քանի րոպեի ընթացքում կարողացել է 3 նույնիսկ 4 գնդակ հեղինակել ու փրկել հանդիպումը բայց այսօր այն ինչպես նշեցի Սենեքերիմյանի բացակայության պայմաններում հարցակման այն վտանգը չկա մրցակցի դարպասի ուղղությամբ որ նույնիսկ մտածելու տեղիք տա այդ մասին Ղազարյան ստացվեց անցում կատարել Ղազարյանի մոտ փոխանցում էլ հետևեց վտանգավոր է Մարկարյան, բայց այստեղ թույլ չտվեցին Մարկարյանին հարված կատարել Պողոսյանի կատարած փոխանցումից հետո գնդակին հասնում է Պապիկյանը եւ այն ուղարկում դեպի առաջ, որքան հնարավոր եղելու իհարկե զերծ պահելով հակագրոհից իր թիմին Տիգրան Այդինյան ուղարկեց Ադամյանին գնդակը շարժվում է առաջ Ադամյանը կամ փոխանցում, բայց Կարեն Ենգիբարյանը այստեղ լավ չկասեցեց գնդակը, հետո կորցրեց ու հիմա կրկին գնդակը, բայց Սելտայի մոտ է Դավիթ Հարությունյան լավ գրոհի տեղափոխություն է դեպի աջ, բայց գնդակին հասնել չկարողացավ այստեղ Ենգիբարյանը Եզից Գնետի Գլադբախը Ղազարյանն է մասնավորապես իրականացնում եզրային նետումը Մանուչարյան նորից Ռաֆայել Ղազարյան ուղարկեց գնդակը Դավիթ Մարկարյանին ներվից Մարկարյանն էլ հարվածեց եղավ անադարձ ու այստեղ Այդինյանը դուրս գալով դարպասից կարողացավ վերցնել գնդակը այստեղ բավական կոպիտ խաղի կանոնների խախտում էր Հարությունյանը գրավեց դարպասը, բայց նախ տեսնենք ինչ է պատահել Մարտիրոսյանին, հետո խոսենք գոլի դրվագի մասին Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Հարությունյանի խփած գնդակը արձանագրում է 4-պես Սելտան 1 գնդակ կարողանում է ետ բերել չկար խաղի կանոնների խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում իհարկե բավական բարդ իրավիճակում բախում տեղի ունեցավ մրցակցի հետ Մարտիրոսյանի միջև բայց դա խաղի կանոնների խախտում չէր
ու Սելտայի մոտ ստացվեց մեկ գնդակ ետ բերել, հիմա տեսնենք ավելին ինչ կփորձեն անել Սելտայի ֆուտբոլիստները, այստեղ սխալ, բայց Սարությանը կանգնեց գնդակի ճանապարհին Արամ Ենգիբարյան, ուղարկեց Կարեն Ենգիբարյանի ուղղությամբ ու եզրային նետում կիրացնի հիմա Սելտան կարողացավ Սարությանը հեռացնել գնդակը։ Ենգիբարյան կատարված է փոխանցում, այստեղ Կարեն Ենգիբարյանն էլ փորձը չեղել գնդակի ընթացքը, բայց չստացվեց։ Ու կարայո խաղի կանոնների խախտում։ Դավիթ Հարությունյան ուժեղ փոխանցում առաջ, Մարտիրոսյան այստեղ առաջինը արձագանքեց գնդակին Սուրեն Ղուկասյան։ Կատարեց փոխանցում Ադամյանին, բայց այստեղ Մարտիրոսյանը լավ պաշտպանվեց ու կարողացավ ուղարկել գնդակը Ռաֆի Մաթևոսյանի ուղղությամբ, բայց այստեղ Ղուկասյանը հաստրեց շահել դիրքը, հարված կլինի Սելտայի դարպասից։ Ղուկասյան սկսում է Սելտայի երթական գրող Սուրեն Ղուկասյանը։ Չկատարվում այստեղ կար խաղի կանոնների խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում Սելտայի ֆուտբոլիստի կողմից։ Սևակ Մանուչարյան, բայց անաստ չստացվեց Մանուչարյանի կատարած այս փոխանցումը ու հարված կլինի Այդինյանի պաշտպանած դարպասից։ Արամ Ենգիբարյան խորքից շատ լավ նկատեց Հարությունյանի առաջ խաղացումը, բայց Մարտիրոսյանը կրկին տեղում էր ու առաջինը արձագանքեց գնդակին, շատ լավ հիմա պատխաղարկում Մաթևոսյանի հետ։ Մանուչարյան, բայց այստեղ խլեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները ու Կարեն Ենգիբարյանն է շարժվում առաջ, դեպի աջ ուղարկեց գնդակը Դավիթ Հարությունյան, Դուրգանյան, հարված ու գնդակը դարպասում է 4-2։ Անկասելի ստացվեց Դուրգանյանի կատարած հարված ու գնդակը հայտնվեց դարպասում 4-2, երկու գնդակ Սելտան կարողանում է ետ բերել 4-0 հաշվից հետո ու հիմա տեսնենք էլ ավելի հետաքրքրանում հանդիպումը, քանի որ դեռ կա խաղաժամանակ իհարկե եւս մեկ գնդակ ու հանդիպման ինտրիգը էլ ավելի կհետաքրքրանա։ Հիմա կարողացավ Պապիկյանը հեռացնել գնդակ ու եզից կնետեն Գլադբախի ֆուտբոլիստները։ Այստեղ կար խաղի կանոնների խախտում Դավիթ Հարությունյանի կողմից։ Եվ տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Բորուսիա Մյունխեն-Գլադբախին, Ռաֆի Մաթևոսյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուրիչը, Մաթևոսյան բարձից փոխանցում հետևեց, Այդինյանը դուրս եկավ դարպասից ու կարողացավ հեռացնել գնդակը Կարեն Ենգիբարյան, հետ փոխանցում հետևեց դեպի Սուրեն Ղուկասյանը, շարժվում է առաջ Ղուկասյանը, Ղուկասյան լավ էր մտածել, բայց այստեղ փակեց Մարտիրոսյանը փոխանցման ճանապարհը, հետո էլ իր կատարած փոխանցումից հետո Դավիթ Հարությունյանը կանգնեց գնդակի ճանապարհին։ Պապիկյանը այստեղ ապահովության համար այո վայեց գնդակը, թիկունքով էր իհարկե դարպասին ու չէր նկատում գնդակը, որ ուղղությամբ է ընթանում, հիմա էլ անաստե ստացվեց Պապիկյանի կատարած փոխանցումը, եզից կնետի Սելտան այո մոտենում է հանդիպումը ավարտին իհարկե 8 րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտը գումարած որքան կփոխհատուցի մրցավարը եւ արդեն իրատեսականը երկու գնդակ ետ բերել է Սելտայի մոտ։ Մարգարյան լավ փոխանցում էր Մաթևոսյան, Մանուչարյան փոխարենը Գլադբախն է հասնում հաջողության 5-2։
Նույնպես դուբլ գրանցեց իր անվան դիմաց, բայց միջ այդ ինչպիսի պատխաղարկումներ ու փոխանցում կատարեց Ռաֆի Մաթևոսյանը, որից հետո պարզապես մնում էր Մանուչյանին գրավել դարպասը։ 5-2 Բորուսիան կրկին վերականգնում է 3 գնդակի առավելություն այս խաղում։ Եթե այո 4-2 հաշվի պարագայում 1 գնդակ կարողանար Սելտան նորից ետ բերել, ապա ամեն ինչ այլ ընթաց կստանար, բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Դավիթ Հարությունյան Պարսից փոխանցում առաջ, այստեղ Գենգի Բայանը փորձեց պայել իր մոտ գնդակը, չստացվեց, հեռացեցին գնդակը Գլադբախի պաշտպանները ու եսից նետում է Արամ Գենգի Բայանը, Սուրեն Ղուկասյան դեպի ձախ ուղարկեց գնդակը, Ադամյանն է այստեղ Սուրեն Ղուկասյան հերվից է փորձում Ղուկասյանը, բայց Պողոսյանը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա էլ կար խաղի կանոնների խախտում Մանուչյանի կողմից Ղուկասյան տարավ իր այդ գնդակը Սուրեն Ղուկասյանը նույնիսկ հասցրեց փոխանցում կատարել, բայց Հարությունյանի հետ կատարած փոխանցումը չստացվեց Մարգարյան դեպի Մանուչյան ուղարկեց գնդակ, հիմա արագ հակագրոյի անցնում Գլադբախը Ռաֆայել Ղազարյանն է միացել գրոյին, արվածում է դարպասի ուղղությամբ, բայց այստեղ փորձեց խաբել բոլորին Ղազարյանը արեց, դա ցույց տվեց փոխանցում կատարեց հարված, բայց գնդակը շեղությամբ ընթացավ Ադամյան հասավ գնդակին Ադամյանը ուղարկեց այն Տուրգանյանի ուղղությամբ պատխաղարկում Ենգի Բայանի հետ, բայց պատասխան փոխանցումը չստացավ Ենգի Բայանից Տուրգանյանը Ռաֆի Մաթևոսյան Եվ այստեղ Ղազարյանն է ստացել գնդակը, ուղարկում է այն Դավիթ Մարգարյանի ուղղությամբ, Սևակ Մանուչարյան, շատ լավ պատխաղարկում էր Մարգարյանի հետ, պատասխան փոխանցումը Մաթևոսյանին չանցավ, բայց հիմա էլ Դավիթ Հարությունյանը կարողացավ ճիշտ զբաղեցնել ու հեռացնել գնդակ ու հիմա Սելտան նետվում է առաջ Սուրեն Ղուկասյան, Ղուկասյան գուցե ինքն էլ փորձի եզրափակել այս գրող, Ղուկասյան այդպես էլ արեց, բայց Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա արդեն Մարգարյանն է շարժվում առաջ, բավական լավ անցում ու փոխանցում տեսանք, բայց Մանուչյանը այստեղ անհաջող կասեցում կատարեց, այլապես մենակ կմնար դարպասապայի դիմաց Սևակ Մանուչյանը, ով կարողանում է նմանատիպ իրավիճակներում շատ լավ կողմնորոշվել ու գրավել մրցակիցների դարպասը։ Հարությունյան շատ լավ գրոյ տեղափոխություն է դեպի ձախ եսր հասնում է գնդակին այստեղ Ադամյանը Բարձից փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց կարողացավ այս դրվագում Սարգսյանը հեռացնել գնդակը Դավիթ Հարությունյան ևս մեկ հեռահարված, բայց այստեղ Պապիկյանը առանց որևէ խնդիրների կարողացավ վերցնել գնդակը Ղազարյան Մարգարյանն է ստանում գնդակը Մայն ուղարկելով Սևակ Մանուչյանին Պողոսյան, թողեց գնդակ այստեղ Մանուչյանը Պողոսյանին Սարգսյան գրոյի տեղափոխություն դեպի աջ, որտեղ Մարտիրոսյանն է կրկին Սարգսյան Ռաֆայել Ղազարյան Շատ լավ փոխանցում հետևեց դեպի աջ եզր Մարտիրոսյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Մարտիրոսյանը Պատխաղարկումը գեղեցիկ էր, բայց Մարգարյանի կատարած փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Պողոսյանի համար ու արված կլինի Այդինյանի պաշտպանած դարպասից Այո, մոտենում է ավարտին հանդիպումը, կարելի է արդեն արձանագրել, որ Գլադբախը
3 միավորով կհեռանա այսօր խաղադաշտից, 2 րոպե է մնացել մինչ հանդիպան 9 ժամանակի ավարտը, եւս կարծում եմ այդքան կարող է փոխհատուցել մրցավարը, բայց 3 գնդակի առավելություն այս պայից կստաց չեմ կարծում, թե Սելտան կարողանա ետ բերել ու փրկել այս հանդիպումը, կրկնում եմ եւս մեկ անգամ, եթե 4-2 հաշվի պարագայում խփել Սելտան 3-րդ պատասխան գնդակ, ապա ամեն ինչ իրատեսականներում հնարավոր, բայց հիմա արդեն հաղթում է Գլադբախի 3 գնդակի առավելությամբ ու ավելի վտանգավոր այս րոպեներին ստացվում են Գլադբախի հակագրողները։ Սևակ Մանուչարյան շատ լավ նկատեց այստեղ Մարկայանին, բայց փոխանցումը չհասավ նրան, Ռաֆայել Ղազարյանն շահել դիրք ու խլել գնդակը մրցակցից, Ղազարյան, Մաթևոսյան, հարված ու Այդինյանը փրկեց, հետո էլ Մանուչարյանը դառնում է հետրիկի հեղինակ 6-2։ Սևակ Մանուչարյան 6-2 հետրիկ գրանցեց իր անվան դիմաց Մանուչարյանը, իհարկե Այդինյանը արդեն ընկած վիճակում էր ու դատարկ դարպասը կարելի ասել գրավեց Մանուչարյանը, բայց Այդինյանը բավական բարդ գնդակի հետ կարողացավ մղել Ռաֆի Մաթևոսյանի կատարած հարվածից հետո, իհարկե հասնել Մանուչարյանի հարվածին պարզապես անհնար էր։ Ղազարյան բացից դեպի Մաթևոսյանն էր ուղղված գնդակը, բայց այստեղ Բոքսյանը հեռացեց, հետո այն բաժինացավ Պողոսյանին, վտանգավոր է ու ուժեղ էր այս փոխանցումը Ռաֆի Մաթևոսյանի համար, կարող է նույնիսկ հարվածով եզրափակել Մանուչարյանը, բայց այս անգամ որոշեց փոխանցում կատարել Սուրեն Ղուկասյան, գտավ հարձակման առջևում Ենգիբարյանին, Դավիթ Հարությունյան ուղարկում է գնդակը Ավետիս Դուրգանյանին, հեռվից հարված ու մի փոքր շեղությամբ ստացվեց Դուրգանյանի կատարած հարվածը։ Դուրգանյան թողեց գնդակը Դավիթ Հարությունյանին, Ենգիբարյան փորձի պահել իհարկե այստեղ գնդակը պահեց դաշտի սահմաններում, բայց այն պահել իր մոտ չհաջողվեց։ Ռաֆի Մաթևոսյան մնաց գնդակով Մաթևոսյանը, շարժվում է առաջ, աչից կա Պողոսյանի տարբերակը, կատարեց փոխանցում Պողոսյան, հարված Մանուչարյան, նորից Պողոսյան գրավել է պետ դարպասը և այստեղ այդ տվեց այո գնդակը դարպասում 7-2։ 7-2 այո, բավական գեր գոլարատ հանդիպում ստացվեց, 9 գնդակ արդեն ունեն խփված, իհարկե բավական վստահ տեսք ունեն այսօր Գլադբախի ֆուտբոլիստները։ Բոքսյան ուղարկում է գնդակը Կարեն Ենգիբարյանին, բայց հետ փոխանցման առաջին արձագանքեց Մարտիրոսյան ու շարժվում է առաջ Աչեզով, Ռաֆի Մաթևոսյան դեպի Ձախեզր ուղարկեց գնդակը Մարկարյան, փոխանցումը կա դեպի Մարտիրոսյանը, տեսնենք այս գրոհի չի կվերացի Գլադբախը, Մարկարյանն է Ձախեզում ստացել գնդակը, Պողոսյան վտանգավոր է և վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, Բորիսյան վաստակում է իր հերթական 3 միավորը, իսկ խաղային օրը մեզ մոտ նույնպես ավարտված է, շնորհակալություն որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։ Երևաց չէ որ ցուրտ է։